նայ ինքը անընդհատ ուզում է ապացուցի, որ ինքը իշխանություն ունի։ Ոչ մի չափ, սահման, ինձ թվում է արդեն այդ իշխանությունը գլխին է խփել։ Նրանց հարբած է էլ ինքը այդ իրավիճակից։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ընտանիքը դա պետության բջիջն է, չէ՞, ասենց ինչ-որ կարգախոսներ ուներ, բան, չգիտեմ ինչ։ Հիմա ստացվում է, որ նույնիսկ ինքը իր անձնական մակարդակում այդ պետության բջիջը սպանել է։ Պատկերացրու իրավիճակ, որտեղ Սուրեն Պապիկյանը գիտի, որ Պաշտպանության նախարարությանը խփելու են, ինքը իր կաբինետում նստած մնա։ Ինքը իր տեսակով պետության, պետականության զգացողություն չունեցող մարդ է։ Պատկերացնում ես այդ նույն նախադասությունը, ոնց որ այդ մանկապարտեզի տնօրենի հորն էր ասում, ասի Ալիևին կամ Էրդողանին։ Զգում ես, որ աղանդի անդամները ծանր են տարել, որ ախպեր, բա հիմի չհասկացանք, կար Սուրբ Նիկոլ, կար Սուրբ Աննա, հիմի չհասկացանք, հիմի սրանցից հիմի ո՞րն է Սուրբը։ Պերաշկի ուտելն են ներկայացնում են, գիտես ոնց։ Ասում են, բա այնքան խաղաղություն են գբերել, որ կարանք պերաշկի ուտել։ Հանրային գիտակցությունը արդեն հասել է մի մակարդակի, որ բոլորը հասկանում են, որ այս մարդը Հայաստանի սազական չի։ Մարդիկ չեն կարող որոշեն թոշակը 10,000-ով բարձրացնել կարելի է, թե չի կարելի, մի շաբաթվա մեջ փոխվում է։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորական ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Բարի երեկո, բարի գալուս հրապարակի YouTube-յան ալիք։ Այսօր երկուշաբթի է, ամեն երկուշաբթի ես եւ Ավետիսը փորձում ենք այս քաղաքական թողուբոհից մի խելացի միտք առանձնացնել ու ձեզ հետ քննարկել։ Պիտի խնդրեմ հենց ամենասկզբից բաժանորդագրվեք։ Կարող եք մեծ մեկնաբանությունների բաժնում նաեւ մեկնաբանություններ գրել, մենք դրանք ուշի ուշով կարդում ենք ու դրա շնորհիվ YouTube-ը ավելի մեծ լսարան է մեզ ապահովում։ Մեկ էլ YouTube-ի մոնետիզացիան միացել է, այնպես որ կարող է նույնիսկ փող աշխատենք դրա արդյունքում։ Ձեզնից չենք ուզում, բայց YouTube-ը կարող է եւ դա։ Ասա։ Ված չի լինի։ Ված չի լինի։ Իհարկե։ Նոր միկրոֆոն կգնենք, հեչ որ չլինի։ Քանի որ անցյալ շաբաթը ինձ թվում է երևի ամենա տենց բազմազան, ամենահետաքրքիր լուրերով լի շաբաթ էր։ Բազմաժանր։ Բազմաժանր, հա, եւ ունեցել ենք ընտանեկան սերիալի մի քանի դրվագ, եւ ունեցել ենք պատերազմական ինչ-որ գործողություններ, եւ ունեցել ենք քաղաքական հայտարարություններ։ Սենց նախ մի հատ սենց բան է ստացվել իմ մոտ, սենց շիլաշփոթ է, էլի չեմ կարողանում առանձնացնել, բայց արի քիչ թե շատ հերթականությամբ։ Ասա։ Մեծ դժբախտություն, մեծ բոտ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ ինքը այլևս չի հանդիսանում Նիկոլ Փաշինյանի կինը, ոչ միայն չի հանդիսանում, հանձնում է ինչ ունի, բան, գնում է Վարչով ապրելու, սենց մի բան Մենաստանի մասին խոսք չի գնացել, բայց վարձակալության թեման շատ է քննարկվել։ Մոտավորապես այտենց մի բան, էլի, մեկուսանում է ամեն ինչից։ Մեկուսանում է, ասում է կարող է նույնիսկ քրական գործերին վրա հարուցեն, մարդ չգիտի վաղը ինչ կլինի, հետո բանը ասենց թախիցը ձայնում նշում է, որ 8 տարվա ընթացքում մի դրամ իր շորերի համար չի տրամադրվել, թե որտեղից պետք է տրամադրվեր, աշխատավարձ եք ստացել Արնեիկ շորը, այդ ինչ տես մի բարդ է, չէ՞։ Համիմ քայլը հիմնադրամը մեզ աշխատավարձ ստացել, համամուսին տա եղել երկրի ղեկավար, հաստատ քիչ փող չի վաստակել։ Բայց հետ էլ հսկայական սեփականություն ունեք։ Հա, ասենք օրինակ հայկական ժամանակ թերթը, բան, սայթը, մնացածը չհաշվենք, էլի։ Հայկական ժամանակ այնքան գովազդ ունի ու այնքան քիչ լրագրող ունի, որ ես ինձ ենթադրում էի, որ այնտեղ հսկայական պետք է եկամուտներ լինի, բայց պարզվեց մինուսով աշխատող հիմնարկություն է։ Գիտես ինչի է մինուսով աշխատող։ Որ հարկ չվճարի, եկամուտը հարկ չվճարվի, հասկանում ես։ Երբ որ ես էի աշխատում հայկական ժամանակին, ես հիշում եմ, որ միլիոնավոր այն ժամանակվա տասնյակ միլիոնավոր դրամների եկամուտեր ունեն հայկական ժամանակը։ Հիմա վնասով աշխատում, չես հասկանում։ Դու գնացել ես դա բան չի կարդացվում, դիտում չունի։ Մի անգամից գործերը վատացել են։ Լավ, հիմա քանի որ շատ է քննարկվել, ընդ որում ինքն էլ է խոսքի մեջ ասում, ես նախորդիվ գրել էի, որ մեր ամուսնությունը դադարում է, բայց մարդիկ ենթադրեցին, որ մենք հակառակը գրանցել ենք ամուսնությունը, հա, որտեվ քաղաքացիական ամուսնության մասին։ Իսկ այդ օրը, ասենք, չգիտեմ, չկար մարդ աշխարհում համացանցում Հայաստանում, որը կհավատար, որ դա իրական բաժանում էր, հա, ինչ ես կարծում, սա իրական է, խաղ է, չգիտեմ, հնարք է։ Այ դա կա երկու տեսակետ, չէ՞, մեկը մարդկանց առաջի արձագանքն էր, որ
քանի որ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի կյանքում որևէ բան իրական չի, ամեն ինչ բեմականացված է ու ամեն ինչ կեղծ է իրանց մոտ, բնականաբար մարդկանց առաջի արձագանքը էներ, որ սա հերթական բեմականացումն է։ Մարդիկ ամեն ինչ իրանց հետ կապված ամեն ինչ միանգամից կապում են կեղծիկի հետ։ Ընդ որում փորձում են հասկանալ, թե ինչ շահ կարա ունենա, էլի, ասենք հաշվարկներ են անում, սրան կարողա, որ Աննայի ռեյտինգը ավելի բարձր էր, Նիկոլը բաժանվելով փորձում է այդ բացասական ազդեցությունը չեզոքացնի։ Հնարավոր է, որ իմ քայլը հիմնադրամն են օգտագործելու քարոզարշավի ժամանակ, իսկ օրենք հարկելում է որևէ կերպ փոխկապակցված անձանց բարեգործություն անել, հա, քաղաքական քարոզարշավի մեկնարկել չի է, անի օրից, հայտարարման օրից, ընտրությունների հայտարարման օրից կարող է, չգիտեմ, բաժանվել են, որ մի ամիս հետո Բարիշեն մեծ հարսանիքան են, Աննա Հակոբյանը սպիտակ շոր հագնի, չգիտեմ, չէ, դա շոու է, եկեղեցի, բան, տիրադավ, ասենք, arczepiskoposներից մեկը այդ պսակի արարողությունը անի, մի խոսքով շատ հնարավորություններ ունեինք, էլի։ Դե դրա համար եմ ասում, քանի որ մենք չենք սցենարիստը եւ մենք չենք իրանց անձնական եւ քաղաքական կյանքի կազմակերպիչը, նաեւ դժվար է ասել, թե ի վերջո սցենարիստները այս բանը բեմականացումը որ ուղղությամբ են տանելու։ Սա մի տարբերակն է, որը ենթադրվում է, որ ամեն ինչ բեմականացված է եւ նրանց մոտ ոչ մի անձնական, ոչ մի բան չկա։ Ոչ մի մարդկային էմոցիա չունեն, հա։ Ոչ կռվել կարան, ոչ բան, եթե դա ընտրություններին վնասելու է, եթե նրանց իշխանության պաշտպանությանը եւ իրականում ես ինքս հակված եմ մտածել, որ իրանք քանի որ մարդիկ չեն, իրանք ռոբոտներ են ու իրականում չունեն զգացումներ, չունեն զգացմունքներ, կարա ամեն ինչ իրականում բեմականացված լինի, բայց կա նաև մի ուրիշ տեսակետից հարցը։ Լավ, եթե նույնիսկ այս ամեն ինչը բեմականացված է, այնքան էլ այտենց չի, որ այս բեմականացումը օգնում է իշխանության պահպանմանը կամ Նիկոլ Փաշինյանի գոնե այս պահին վարկանիշը բարձրացնում է։ Նայ, կա երկու շատ տրիվիալ բան։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ընտանիքը դա պետության բջիջն է, չէ՞, sense ինչ-որ կարգախոսներ ուներ, բան, չգիտեմ ինչ։ Հիմա ստացվում է, որ նույնիսկ ինքը իր անձնական մակարդակում այդ պետության բջիջը սպանել է։ Սպանված է։ Մենակ ինքը չէ, ընդ որում թիմում այնքան շատ են բաժանությունները ու տարատեսակ անձնական հարաբերությունները, որ ընդհանուր Երևանում ասենք չկա սրճարան, որտեղ նստես ու չքննարկվի, թե դրանք ոնց են ցոփ ու շվայտ կյանքով ապրում ու ոնց են իրանց 5 կնիկներին թողել նոր ծտերի գտել եւ այլն։ Դե հա, որովհետեւ մարդիկ երբ որ բայց մենակ ամուսինները չէ, այսինքն տղամարդ կանայքել են, այո։ Մարդիկ ասում են դե էնի հին այն աղքատ ժամանակվա կիննական աղքատ բա ասենք աղքատ մարդը ոչի աղքատ մարդը ընտրության մեջ հնարավորություն չունի, չէ, ասենք հիմի չես կարա։ Ոչի, չէ որ 30 տարի քո հետ ա եղել։ Ոչի, հա, բայց հիմի հարստացել ես, կարաս քեզ թույլ տաս մեքենայի նման, ասենք նոր մեքենա ես առել, մի հատ էլ այդ նոր մեքենայի մեջ որ նայվի, չէ, ասենք հիմի են 5-9 չի նայվի։ Իրաց տեղից դա հետաքրքիր իրանք անդադ լացում են, չէ, որ տները գնել ենք հիպոթեքով, չգիտեմ, ամեն ինչ գնաց է վարկով, դուք բան, մենք այտենց չենք թալ անել, բա հիմա այդ կանանց վրա ծախսերն էլ, հա, վարկով ու հիպոթեքով, դա հետաքրքիր։ Դե հիմա այդ չգիտեմ, թող այդ իրանք որոշեն, բայց լավ, հիմա մանցնենք մյուս հարցին։ Եթե մարդիկ նաև տրամաբանական հարց են տալի։ Եթե Նիկոլ Փաշինյանից իր կինն է Շմե, եթե անգամ Աննան իրան չի ընտրում, մենք ինչի պետք է ընտրենք։ Այո, շատ տրամաբանական հարց է։ Եթե նույնիսկ դու քո ընտանիքում համերաշխություն եւ համաձայնություն չես կարող ապահովես, եթե քո երեխեքը փախնում են քեզանից, իսկ երեխաները ես օրինակ այս վերջերս իմացա, որ իր միջնեկ աղջիկը Շուշանը թողել է Հայաստանը եւ ծանոթներին ասել է, որ հնարավոր է ընդհանրապես էլ Հայաստան չվերադառնան։ Չէ, հիմա վիդեոներ են դնում հետ ա եկել, սովորում էր մի քանի տարի Գերմանիայում, բայց ոնց որ հետ ա եկել։ Չէ, դա որ ասում են նոր բան եմ ասում։ Նոր այ։ Դե հիմա դնում են։ Կարծեմ Ավստրիա գնաց։ Դե իմի հնարավոր է։ Տղան տանը չի։
Ընդ որում գրանցման հասցրել չունի ու ասում էին ձեր մարզում ինչ որտեղ տուն են վարձել, տենց ընկերներով ապրում են ու առհասարակ կապ չունի ընտանիքի հետ։ Կա հարցի նաև մյուս կողմը, նայ Նիկոլ Փաշինյանը մենք միշտ ասել ենք, որ աղանդ է, չէ՞ ձևավորել, այսինքն չկա գաղափարախոսություն, կա ԿՊ-ն չունի գաղափարախոսություն, երբ որ դու հարցում ես Իրանք ասել են, իսկ մեր չունենք, եւ ընդհանրապես չես կարող ասենք այս մարտիկ ինչի են դավանում, ես ենթադրենք սոցիալ-դեմոկրատ են, պահպանողական են, լիբերալ, ֆաշիստ են։ Լուրջ հարցեր ստալ մարտիկ չեն կարող որոշեն թոշակը 10,000-ով բարձրացնել կարելի է, թե չի կարելի, մի շաբաթվա մեջ փոխվում է։ Դա անձի շուրջ ձևավորված, մի անձի շուրջ ձևավորված սեկտա է, բայց նայ այդ սեկտայում կար նաև երկրորդ սրբությունը։ Դա Աննա Հակոբյանն էր, չէ՞, կար Նիկոլ Փաշինյան։ Կարծում ես, իսկ թվում է Աննա Հակոբյանի նկատմամբ խանդը շատ էր, որովհետև սեկտայի անդամները հիմնականում այդ միջին տարիքի Պերգիդրոլ ծոցերն էին։ Հիմա իրանք հնարավորություն ստացան հավակնելու Աննա Հակոբյանի տեղը։ Չէ, բայց ես օրինակ հետևելով այդ աղանդի շուրջ հավաքված մարդկանց բաներին, արձագանքներին այդ ամուսնության, այդ ամուսնալուծությանը բան, զգում ես, որ աղանդի անդամները ծանր են տարել, որ ախպեր, բա հիմի չհասկացանք, կար Սուրբ Նիկոլ, կար Սուրբ Աննա, հիմի չհասկացանք, հիմի սրանցից հիմի ո՞րն է Սուրբը։ Չէ, որ սրանք իրար հետ թշնամի են։ Պարզա որ Հիմա պատկերացնում ես անմեն սխալվի, ասենք ինչ որ մեկի հետ սկսի հանդիպել կամ ինչ որ նոր հարաբերություններ հաստատի։ Պարզա որ Նիկոլ Սուրբը ավելի բարձր կարգավիճակ ունի, քան Փրկիչն է այնտեղ, ամենափրկիչն է։ Հա, բայց հիմա հարցը նաև առաջանում, չէ, բայց այդ փրկիչը ուներ կողակից։ Հիմի եթե փրկիչի կողակիցը նրան լքում է, հիմի նրան ոնց վերաբերվես։ Հետո հարցը առաջանում, եթե նրան ասես, որ փրկիչը սխալ ընտրություն էր կատարել։ Էդ էլ սխալ է, չես կարող ասես 30 տարի իրար հետ ապրել է, իսկ ինքը չի սխալվում, բարձի։ Հենց այդ եմ ասում։ Դա Արցախը տվեց չսխալվեց, որ մնաց Աննային թողնել։ Ապրես։ Փրկիչը չի կարա սխալ, փրկիչը անսխալական է։ Դա հիմի լավ, այս դեպքում պարադոքս է, չէ՞։ Ուրեմն ինչ որ նորի հայտ եկած հանգամանքներն են մեղավոր։ Ինձ թվում է իրանք տենց պետք է փարատվեն, որ մի բան եղել է, մի բան իմացել է, փրկիչը դրա համար։ Չի կարա, փրկիչը ի վերուստ ամեն ինչ գիտի։ Համաձայն եմ։ Չէ, դե մի պարադոքսալ վիճակ է։ Չէ, ուզում եմ ասել։ Անելի իրավիճակ, ինչ ենք անելու, ոնց ենք էս։ Դրա միակ ելքը այն էր, ինչ Նիկոլ Փաշինյանը արեց։ Սկսեց շրջել իբր մարզերում, իբր նախընտրական քարոզարշավ, որ ջրի, չէ, այդ իրանց։ Ցրում է թեման, էլի։ Պապերաշկի աուտում, կուկուրուզա աուտում, ասում է, նայեք ինչ պարզ հասարակ մարդ եմ։ Ընդ որում, այս ամեն ինչը բերենք երկրորդ կարգ։ Պարզ հասարակ մարդ եմ, եթե փորս կուշտ է, մնացած խնդիրները զրոյական են։ Չէ, զրոյական չեն, ասենք մանկապարտեզի տնօրենի հետ խոսակցությունը տեսար։ Տնօրենի թեմայով խոսացում։ Մոտենում է իրան մանկապարտեզի ԺՊ-ի հայրիկը, խնդրում է, միջնորդում է, ասում է թագավորը ապրած կենա, խնդրում եմ աղջկաս նշանակեք, այդ գյուղի աղջիկա երկար էլ աշխատել է այդ մանկապարտեզում։ 13 տարի։ Այո։ Ընդ որում, սկզբում սենց ինչ-որ ցրում է, թե դա իմ գործը չի, իմ թեման չի, ես այդքան չեմ կարա բանսես բաներ, իբր ինքը տենց շատ կարևոր աշխարհաքաղաքական գործերով ազբաղված, լուրջ գործերի մեջ է։ Հա, լուրջ գործերի մեջ է, ոնց իշնի մանկապարտեզի թեմա, հետո մեկ էլ դառնում ասում ես հանձնարարում եմ այս մարդու աղջկան չնշանակել։ Հետևելու եմ, որ հանգարց չնշանակեք։ Իսկ դու ով ես որ հանձնարարես, հետևես, չգիտեմ ինչ անես։ Ոչ մի չափ, սահման։ Իսկ թվում է արդեն այդ իշխանությունը գլխին է խփել։ Նրանց հարբած է էլի ինքը իրավիճակի։ Ես տեղեկություն ունեմ, որ ասելա վերջում ասելա այդ աղջկան կուտեք։ Խաշեք կուտեք, հա։ Ասենք այդ կադրերում կարասի, տեսական, դեսի եթե մարդը սենց բորբոքված, ոգևորված, ախպեր ջան, մի հատ մարդու ասածը ինչ է, գիտի որ այս երկրում առանց քեզ մանկապարտեզի տնօրեն անգամ կամ էլ 100 անգամ տեսել է ոնց ասեն կոնջորեն հայկի
կնիկը նշանակվել փոստի ղեկավար, ոնց է, չգիտեմ, Քո իրակինը նշանակվել իմ քայլի բոլորին կարելի է ախորը տղեն դարձել է падգամավոր, բանը աներձակը падգամավոր է, չգիտեմ, մանկությանը տնկերը մեկը մարզպետ է, մյուսը падգամավոր։ Սա այն կարելի է, մենակ այդ խեղճ մարդու աղջկան չի կարելի, չեմ հասկանում։ Հա, բայց այդ մարդու ասածը հենց այդ է, ասում է, քանի որ ամեն ինչ այս երկրում դու ես որոշում, ինքդ։ Դաժե մանկապարտեզի պահակը ես գիտեմ, դու ես նշանակում կամ ազատում։ Դու արի մի հատ իմ երեխու հարցով էլ զբաղվի, ում դիմեմ։ Ասում է չէ։ Ընդ որում, նաև խոստանում է, ասում է, լավ ընտրել ենք քեզ, մյուս անգամ էլ կընտրենք։ Այսինքն նաև հասկանում է ոնց պետք է Նիկոլին առնի, էլի, փող չի առաջարկելու կամերաների մոտ, ասում է, քեզ կընտրենք, ախպեր։ Դա ասում է չէ, ասում է, նույնիսկ եթե այդ գյուղում մենք վատ արդյունք ունենանք, մեկը այդ մանկապարտեզի այդ աղջկան մանկապարտեզի տնօրեն չնշանակեք։ Էդ էլ է պարադոքս, էլի, էդ էլ է, ինչ որ ֆաշիզմ կա, էլի դրա մեջ, էլի, կապ չունի, ինքը ասել է, բանը, ինքը որոշել է ու վсё, էլի, ճղեք ձեզ մեջտեղից պետք է տենց լինի։ Լսի, դա այդ դեպքը երբ որ նայեցի, շատ հիշեցի, որ ինքը նոր էր իշխանության եկել, հիշում ես գնաց Մաքսատուն։ Հա, դրոշի դեպքը։ Դրոշի դեպքը, մի հատ հարցակվեց այդ խեղճ տղու վրա, դրոշը գցել ես գեդին, դիմումդ կգրես կգնաս, հա, հետևելու եմ, ընդհանրապես այս սենյակում ով որ աշխատում է, բոլորը պետքա դիմում գրեն, հետո պարզեց, որ ինքը ընդհանրապես իրավունք չունի մարդուն, քաղծառայող իրավունք չունես մարդուն։ Անկամ եթե քաղծառայող իրավունք ունի, ասենք, դա այդտենց իրավունք չկա հասկանում է։ Դա մարդուն ստիպես, որ ինքը դիմում գրի։ Մեկ էլ իր WhatsApp-ով բաները, հաղորդագրությունները, հա, տարբեր պաշտոնյաների, որ դիմում գրեն գնան։ Չէ, ես անկեղծ համարում եմ մարդը հարբած է ինքը իր իշխանությունից, իսկ չի էլի որ իշխանությունը պետք է ինչ որ երկար ժամանակ չտևի, էլի փոփոխականության սկզբունքը մենակ այս դեպքերի համար է, էլի որ մարդիկ հասկանան, որ ավարտվելու է։ Գնալու ես Նիկոլ ջան։ Ոնց որ Աննան է շոյերը հանձնում, ասում, վայ, քորացախ է, փող չունեմ, բան չունեմ, հեսա կդատվեմ եւ այլն։ Մի օր էլ քեզ են տենց հանելու տեղից։ Դու էլ ես հանձնելու, դու էլ ես տենց լացակումած վիդեոներ գրելու, որ փողոցում ինձ քֆուր մի տվեք, խնդրում եմ։ Հա, գիտես ինչ կա, այդ փոփոխությունը կամ փոփոխելիությունը միշտ չի որ տենց բան է, հասկանում ես, լսի, աշխարհում մարդիկ կան, ենթադրենք այդ չեմ ուզում ասեմ Լուկաշենկոյի կամ Պուտինի կամ մյուսների օրինակը։ Ես ավելի լսի նաև մարդիկ կան ավելի դեմոկրատ օրինակներ պետք է։ Լսի, արաբական աշխարհում, ասենք թագավորական ընտանիքներ են մարդիկ, հիմի դու պատկերացնում ես, ասենք Դուբայի բանի շեյխին, բանին այդպես գժական դրսևորումներով։ Լսի, ինքը ուղղակի այդ իշխանությունը մարդու վրա Հակով չի մեկի համար դա իր հակով է։ Լսի մարդ կա դա դրանից ընկնում է հիստերիայի մեջ ու իրան թվում է թե ինքը բան է, ես իմ ճակատագրեր որոշողը, ինքը այդ տենց է իրան ընկալում։ Համաձայն։ Լսի, ինքը, նայ, որ ասում են բռնապետ է, չէ։ Լսի, իրականում իր բռնությունը ուղղված է հասարակության դեմ, հայ հասարակության դեմ։ Հիմի կարան ասեմ, բռնապետերի բռնությունը միշտ ուղղված է լինում իրանց հասարակության դեմ, չէ։ Որպես կանոնի բանի կառավարման մեխանիզմների դեմ է լինում լսի, իշխանության անդամների։ Ես ինքը գնում է դրսում, ստորանում, հա, նվաստանում, կուրիձակ է դառնում ասել ասողը։ Գալիս է երկրում ու այդ իր բանը, ագրեսիան ուղղում է բռնապետը լինելը միշտ չի որ վատ բան է։ Լսի, չէ, լսի, հիմա ես քեզ մի հատ աշխարհի բոլոր մեծ կառավարիչները, սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց, չգիտեմ, Չինգիզ խանը կլինի, չգիտեմ, Շատ ես հեռու գնում է, այն ժամանակներում ժողովրդավարություն որպես այդպեսին չի եղել։ Քեզ է թվում, հիմի քո կարծիքով հիմի տենց ավելի շատ ժողովրդավարություն կա, քան այն ժամանակ, իրականում այդպես բան չկա։ Լսի, բոլոր մարդիկ, ովքեր մեծ գործերի են, մեծ գործեր են արել, պատմության մեջ իրանց անունը թողել են, հետք են թողել։ Դրանք մեծ հաշվով եղել են բռնապետեր, բայց մեծ բռնապետերը, այսպես ասած, նրանք իրանց բռնությունը ուղղված է եղել դեպի իրանց արտաքին աշխարհը ուղղված եղել։ Սրա բռնությունը
սենց մանր բռնապետերի բռնությունը ուղղված է հիմնականում ուղղված է դեպի ներս, հասարակության ներս, իր հասարակության անդամների դեմ։ Ինչի համար, որովհետև այս մարդը իր բանով բնույթով ելնելով բռնապետ, չի կարա դրսում բռնություն արտահանի։ Ասենք պատկերացնում ես այդ նույն նախադասությունը ոնց որ այդ մանկապարտեզի տնօրենի հորն էր ասում, ասի Ալիևին կամ Էրդողանին։ Չէ, ասենք ասի ես արկելում եմ, չհամարցակվես։ Չհամարցակվես այդ գերիներին մեկ օր անգամ ավել պահել բակվի։ Հենց վաղը հետևելու եմ, հենց վաղը ազատ արձակված լինեն այդ գերիները։ Մի հատ աչք կստենար էլի։ Մի հատ աչք կստենար էլի տենց իրավիճակ։ Ընդ որում այնքան են արդեն իրանք այս իշխանության մեջ ինչ որ սենց բան, հա, վիրտուալ իրականությունում հայտնվել, որ ոչ մի կերպ կապ չունի հողի վրա եղած իրավիճակին, որ ասենք անհեթեթությունների նոր շարք են սկսել։ Երեկվա այդ պերաշկու թեման, վստահ եմ տեսել ես, մեր հետևորդներն էլ տեսած կլինեն, իրանք ավտոբուսում պերաշկի են ուտում, կուկուրուզ են ուտում, դա տենց համաշխարհային իրադարձություն է, էլի, տենց ուղիղ եթերով գնում է։ Այդ պահին Իրանում պատերազմը, արդեն իսկ հայտնի է, որ մահացել է մուսուլմանական առաջնորդը Իրանի, սրանք ամբողջ կազմով արտաքին գործերի նախարար, ազգային ժողովի նախագահ, պաշտպանության նախարար, չգիտեմ, այն միջև վերջին պատգամավորը այդ ավտոբուսն են լցվել, գնում են, տժում են, Արմավիրի մարզում, չգիտեմ, մարդկանց հետ են շփվում, իբր քարոզարշավ են անում, ու այդ պերաշկի ուտելն են ներկայացնում են, գիտես ոնց, ասում են, բան, այնքան խաղաղություն են գբերել, որ կարանք պերաշկի ուտել։ Նախ ուզում եմ մի հատ վերջ այդ մեր նախորդ թեմային մի հատ ամփոփեց, մի հատ բան մտքովս անցավ։ Նայ ինքը անընդհատ ուզում է ապացուցի, որ ինքը իշխանություն ունի։ Ասենք իշխանություն ունի մարդկանց վրա։ Բայց ո՞վ ապացուցում։ Ժողովրդին ապացուցում, թե ինքը իրան։ Ինքը իրան էլ ժողովրդին էլ։ Որ տեսեք, ես այնքան իշխանություն ունեմ, որ կարամ թույլ չտամ, որ մանկապարտեզի տնօրեն նշանակվի։ Կամ այն բանի խեղճ տղուն կարամ ստիպեմ, որ բանը դիմում գրի աշխատանքից ազատվի։ Դու պատկերացնես, դա խոսում է այդ մարդու փոքրության մասին։ Հիմի դրան ու այդ դու մտածում ես, որ մարդը ելնելով այդքան փոքր, իր բանով էլի ներքին աշխարհով այդքան փոքր ելնելով, ասենք հիմի մտածում ես, մարդիկ ասում են, Իրանում պատերազմ է, մեր հարևան երկիրը պատերազմի մեջ է, լսի, այս մարդը կուկուրուզա կրծում կամ պերաշկի է ծամում, չէ, բայց ինչ անի։ Էդ էին գրում Միչայլոցի, ես մի հատ գրառում էի արել Facebook-ում, մարդիկ հարձակվել էին վրաս, բայց ինչ անի, ով է իրան շանտեղ դնողը։ Ճիշտ են ասում, հա։ Ուզում ես ինչ լինի, ինչ անի։ Այ ցավը տանեմ, ցավակցական հեռագիր կարա։ Չէ, չի կարա, բայց բավական ամերիկյան դեսպանը ջղայնանա վրեն։ Ասի հետում ես ցավակցում, բռնապետի մահն ես ցավակցում։ Մենք սատկացրել ենք նրան։ Լսի, բա որ ասեն նախբեր։ Հիմա օրինակ որ Աստվածանի Էրդողանը այս վիճակում լիներ, չէր գրելու ցավակցական։ Չէ, եթե ամերիկյան դեսպանը թույլ չտա, կարող է եւ չգրի։ Նայ, հիմի ամերիկացիները կարող է ասեն նույնիսկ պարտադրեին։ Ես երևի խիղճները տանջել է։ Օրինակ կարային շնորհավորում եմ Իրանի ժողովրդին բռնապետից ազատվելու, բռնապետությունից ազատվելու։ Էլի բանա, ենթադրենք այդքան հիմար է որ պատրաստ է այդ ֆորմատով հարաբերվի միակ չէ, երկու ունեցած նորմալ adekvat հարևաններից մեկի հետ, եթե ինքը այդ մակարդակին է, միջազգային քաղաքականությունը ինքը այդ կերպ պատկերացնում, էլի գործողություն է։ Դա պերաշկի ուտել չի։ Հայ համայնք կա Թեհրանում։ Իհարկե կա։ Ու հսկայական թվով հայ համայնք կա, չէ։ Այո, իմանալով մոտ 200,000։ Կարող է իմացած թվերը հնացել են հիմա ավելի քիչ է, ես նախկինում այդպես թիվ գիտեի։ Այդ մարդկանց աջակցության, չգիտեմ ինչ որ տեղահանման, ինչ որ ձևով, չգիտեմ, թեկուզ զգուշացման, հա, ասենք դուրս չգաք փողոց, վտանգ կա կամ ապաստարաններ գտեք եւ այլն, կարային անեին։ Արել են պատերազմի օրվա վերջում, պատերազմը առավոտը սկսել է, իրանք իրիկունը նոր հիշել են։ Հետևեք պաշտոնական ցուցումներին։ Դարա իրանց մեսիջը հասարակությանը այդ պերաշկի ուտելով։ Էսա։ Մենք տեղում չենք։ Ոչ։ Քանի մեր փորը կուշտ է եւ ծամելու բան կա, ուրեմն մենք երջանիկ ենք։ Նույն սկզբունքով ապրեք դուք։ Եթե այս պահին ձեր ձեռը պերաշկի ուտելու փող կա,
եւ դուք հնարավորություն ունեք ուտելու այդ վերաշկին, կերեք եւ եղեք երջանիկ։ Մնացածը թե Իրանին կհարվածեն, այնտեղ մարդիկ կմեռնեն, հայեր կմեռնեն կամ Այդ սարտանում կարա նույնիսկ չէ, սահմանակից ենք այդ պետության հետ։ Կարա պատահական կպնի մեր տարածքին։ Տեսականորեն կարող է փախստականների մեծ քանակի հավանականություն կա։ Կարան այդ մարդիկ, այն էլ այդ վերևի հատվածը ադրբեջանական են, չէ, էթնիկ ադրբեջանական տարածքներ են։ Այդտեղ 4 միլիոն ադրբեջանցի ապրում։ Հնարավոր է որ իրենք իրանց պատերազմից փախնելով գան սահմանը, ասենք, չգիտեմ, ջարդեն, անցնեն, մտնեն Հայաստան։ Պետքա դա ինչ որ կերպ վերահսկվի։ Լրացուցիչ կարող է պետքա զորք այնտեղ տեղակայվի։ Կարող է հնարավոր է ինչ որ միջնորդ ֆունկցիա չեմ իհարկե չէ հնարավոր չի, բայց խաղ բանակցությունների կոչ, չգիտեմ ինչ, նույն Եգիպտոսը հիշում ես Գազայի ժամանակ ոնց էր միջամտում ինքը բաներին գերիներին հետ վերադարձի հարցում էր աջակցում, հազար բաներ անում։ Այս տղեն вообще տեղում չի։ Էքսկուրսիա են գնացել, ճոգում ես 6-ի բենա լցրել ավտոբուսը, ուրախ եկելով էքսկուրսիա են գնացել։ Սարա ջան, նայ ինքը իր տեսակով պետականության զգացողություն չունեցող մարդ է։ Տես, հիմա Իրանի ես չեմ ուզում համեմատեմ Աստված չանի էլի, չնայած Երանի մենք էլ Իրանի ժողովրդի նման այտենց առաջնորդներ ունենայինք, բայց հիմա տես Հայաստանում մի հատ փոքրիկ ցնցում էր 20 թվի այդ 2020 թվի այդ նոյեմբերից հետո, չէ, մի քանի մարդ մտել էր կառավարության շենքը եւ այլն, հիշում եք, քանի օր մնաց բունկերում պահկված, չէ։ Հա։ Լսի, Իրանի հոգևոր առաջնորդը Ալի Խամենեին, չէ, իմանալով, որ ամերիկացիները հարվածելու են Իրանին եւ առաջի թիրախը ինքն է, այդ մարդը չլքեց իր կեցավայրը, նստավայրը ու զոհվեց։ Լսի, Իրանի բազմաթիվ ու ունեցել չի, որ դա իրանց համար անակնկալ էր։ Անցած տարվա այդ 12 օրյա պատերազմի ժամանակ 20 օրներ է անընդհատ քննարկվում, որ հեսա խփելու են, հեսա խփելու։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Անցած տարվի 12 օրյա պատերազմի ժամանակ այդ երկրի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները զոհվեցին։ Լսի, ու այդ մարդկանց փոխարինած մարդիկ Էլի իրանց տեղերում են։ Էլի իրանց տեղերում զոհվեցին։ Այս անգամ էլ զոհվեցին։ Լսի, ինչի համար եմ դա ասում։ Այդ ազգի մեջ, ազգի առաջնորդները գիտեն, որ պետության ղեկավար լինելը, առաջնորդ լինելը, դա փորը լցնելու, հարստություն կուտակելու ու արտասահմաններում թրև գալու համար չի։ Լսի, պետության ղեկավար լինելը, դա առաջի հերթին անձնազոհություն է։ Անձնազոհության պատրաստականության։ Ում ես ասում, հələ պատկերացրու իրավիճակ, որտեղ Սուրեն Պապիկյանը գիտի, որ պաշտպանության նախարարությունը խփելու են, ինքը իր կաբինետում նստած մնա։ Ես ուզում եմ ուղղակի այդ իրավիճակը պատկերացնեմ։ Դաժե ՊՆ-ի բունկեր չի իջնի, էլի ուրիշ տեղի բունկեր կգնա։ Ես վստահ եմ։ Այդ տանեմ իրան գնում են, մենք տեսել ենք դա ինչի է բերել։ Իրան գնացել են այդ հարվածողների, ոտքերի տակ սողացել են։ Ասել են ախպեր, ինչա ձեզ պետք անենք, հանգարց մեզի չխփեք, ախպեր, հանգարց մեզի չսպանեք, ընկեր։ Ինչ ուզում եք անենք, աբսոլյուտն ամեն ինչ։ Դու ասում ես բունկեր, Երանի թե բունկերում պահկվեին։ Այս մարդիկ իրականում հնազանդության։ Տես, այսօր Լարիջանին, որը փաստացի մնացել է տենց Խոմեյնիից հետո առաջնորդությունն ստանցնել։ Ասում ենք Ամերիկայի հետ պատասխանելով Թրամփի հայտարարությանը, թե Իրանը պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցությունները, ասում ենք բանակցությունները շարունակելու որևէ խնդիր չունենք։ Կարար չէ, ասեին վախեցած։ Կապիտուլյացիա, հանձնվում ենք, ստորագրում ենք, ինչ եք ուզում։ Խաղաղության խաչմերուկ, ատոմային էներգիայի հետ կապված անհանգստություններ ունեք, եկեք տարեք, որ մասնա ձեզ պետք, եկեք ձեզ ենք հանձնում։ Թրամփի ուղի, Մելանիա Թրամփի ուղի, JD Vance-ի ուղի, ինչ եք ուզում, ախպեր, քանի հատ ուղի եք ուզում։ Ու իրար հետ խաչվող, միաժամանակ մարդիկ
Ուղղակի գիտես ինչ, մեր իշխանությանը ուղղված հարցադրումները ամեն sense իրավիճակում տասնապատկվում են, էլի։ Եթե առաջ ուղղակի մտածում ես, որ ինքը երկրին ներսից վնասելու, մարդկանց, չգիտեմ, նեղացնելու մեծ մոլուցք ունի, այս իրավիճակներում դու պատկերացնում ես, որ տեսնում ես, որ այս մարդը ընդհանրապես այս տարածքում ապրող է։ Այսինքն ոչ կառավարչի, ոչ իշխանության, ոչ ինչ որ կազմակերպչի ֆունկցիաներ չի կատարում, թե ինքը կարա ամբողջ թիմով վեր կենա գնա պերաշկի ուտելու, դու ինքը ընդհանրապես մերպես բնակիչ է Երևանի։ Ինչո՞վ է մեզնից տարբերվում հլացա։ Դե ես նոր ասացի, լսի, իրանք իշխանությունը դիտարկում են ոչ թե պատասխանատվություն, ոչ թե ինքնազոհողություն, ոչ թե Դա ֆունկցիալ չեն դիտարկում։ Իրանք իշխանությունը դիտում են, պաշտոնի բան կա, չէ, անձնագիր կա, որտեղ իր պարտականությունները նշված են, չէ։ Կա այդ անտերը կա բոլոր աշխատանքների համար, կա որտեղ վստահ վարչապետի աշխատանքի համար էլ կա։ Սահմանադրությամբ շատ հստակ գրած է ինչով պետք է։ Ինչ քո պարտականությունների մեջ մտնում է այս երկրի անվտանգության ապահովումը։ Ոնց էիր դու երեք պատերազմող հարևանի բանում արկայությամբ գնում պերաշկի ուտելու։ Ընդ որում պերաշկի ուտելը ներկայացնում են որպես խաղաղություն, դա ինձ սպանում է։ Ասում են դե տեսեք ինչ խաղաղա որ պերաշկի ենք ուտում։ Դե ուզում ասի, քանի որ մենք չունենք թշնամի, մենք մեր թշնամիներին հանձնվել ենք, ասի մեր թշնամիները մեզ ասել են, որ դու կարաք պերաշկի ուտեք, հանգիստ պերաշկի ուտեք, կարաք կուկուրուզ ուտեք, բայց ինչ ես ծիծաղում, լսի, եթե դու չունես թշնամի, եւ այսինքն այն թշնամի Չունես ոչ չունես, ունես, այդ մարդիկ Արևմտյան Ադրբեջանն ասում, այդ մարդիկ ամեն օր քեզ սպառնում են, այդ մարդիկ քո սահմանադրության փոփոխությունն են պահանջում։ Համաձայն եմ, ամեն ինչի համաձայն եմ, ինչը որ դուք ուզում եք, ես քայլ առ քայլ անելու եմ։ Ու արելա, չէ, իրականում արելա։ Ասել ենք իրանցում հանձնիկ, իրանցը հանձնելա, Գորիս Կապան ճանապարհը հանձնի, հանձնելա։ Իմ էլ ասում եք սահմանադրությունը փոխի։ Ասում եք փոխեմ։ Լսի, հերթով, նույնիսկ ժամանակացույցն է ասել։ Ասել է ընտրություններից հետո սահմանադրությունը փոխելու եմ։ Այսինքն այնց բան չկա։ Ինչ կա, որ այդ մարդիկ ասում են, ինչի պետք է պատերազմ հայտարարեն։ Պատերազմը ինչի համար ամերիկացիները եթե լսի, մի բան ասեմ, եթե Իրանի պատվիրակությունը գնար Ժնևում, ասեր ինչ ասում եք, Ընդհանրեն ինչ որ յադերնի, չէ, հարստացման ծրագիրն էին ասում փակել։ Իրականում ամերիկացիների ասածը հետևյալն էր, որ Իրանը պետքա լինի այնպիսի պետություն, ոնց որ աշխարհի բազմաթիվ երկրներ են, այսինքն հնազանդորեն կատարեք ամերիկյան դեսպանի կամ ամերիկյան պետքարտուղարությունից ձեզ ուղարկված ցուցումները։ Մենք ինչ ասելու ենք։ Նավթն էլ մերն է։ Նավթն էլ է մերը, գազն էլ է մերը, ներդրումներ կանենք, աշխատատեղեր կստեղծենք, դուք էլ ձեզ էլ փող կտանք այդտեղից, փայ կտանք։ Մոտս ոնց որ տրիպի ծրագրի պես մի բան է թվարկում հիմա։ Դե հա, սրանք էլ ասեին, գային իրան ժողովրդին ասեին, բա գնացինք, իմացաք ամերիկացիների հետ պայմանավորվեցինք, ուժեղ պայմանագիր կնքեցինք, ճիշտ է, մեր երկիրը խաղաղություն ապահովեցինք։ Հա, խաղաղություն, խաղաղ ստրկություն։ Լսի, բայց քանի որ իրանցիները նորմալ ազգ են, չեն կարա հանդուրժեն ստրկություն։ Լսի, ես չեմ ասում, որ իրանք ի վերջո կարող է ամերիկացիները զենքի ուժով հաղթեն, բայց դա ուրիշ բան է, երբ որ դու պարտվում ես զենքով, պարտվում ես պատերազմում, պարտվում ես եւ գնում ես պայքարով գնում ես, գալիս են քեզ նվաճում են։ Երբ որ ուրիշ բան է, երբ որ դու գնում ես եւ ասում ես, գիտեք ինչ կա, ես ի սկզբանե միշտ էլ երազել եմ ստրուկը լինեմ։ Ախպեր Մի բան էլ առանց դիմադրելու, գիտես, մաքսիմալով։ Ինձ ամենաշատը այդ ազարմացնում, որ իր այս զիջումների քանակը վստահ եմ, որ հնարավոր է, չգիտեմ, այս իրավիճակը ունենալ իր արած զիջումների 30%-ով։ Բայց ինքը տենց 100%-անոց բան ամ, չէ, այս արդյունքը կունենայինք, եթե 30%-ն էլ արած լիներ։ Ինքը տենց 100%-անոց դոխած մի չվերջ զիջող է, էլի։ Գիտես ինչ է, բա ասում եմ, բա որ հանգարց միտեղ ասեմ չէ, ու ասեն ոնց թե չէ։ Ոնց թե չէ։ Ես ինչ ես ասում։ Բայց մանկապարտեզի տնօրենի հորը ասում է, չհամարցակվես, չի լինելու, չնշանակեք, հետևելու եմ։ Էդ է իրավիճակը։ Դրա համար մենք այս բանում, էլի խոսելով, ասել ենք, այդ մարդը կարար աշխատել մաքսիմում
ինչ-որ մի հատ համայնքի համայնքապետ, Էդ էլ չէր կարա։ Կարար։ Էդ էլ չէր կարա։ Դու պատկերացնում ես, ասենք, երկու հատ մանկապարտեզի տնօրեն կնշանակեր, քթներից կբերեր, այնքան այդ մարդկանց կնվաստացներ։ Լսի, վատ կաշխատեր, որպես համայնք, ես չեմ ասում լավ համայնքապետ կաշխատեր, ես ասում կարար աշխատեր։ Ասենք իր մարդկային նկարագիրը իրեն թույլ էր տալի համայնքապետ աշխատել, ասենք այդ ֆունկցիան ինքը կարար, որովհետև համայնքապետ աշխատելու համար ոչ պետք է ինքնազոհողություն, ոչ պետք է ինչ-որ համարձակություն, ոչ իման այտենց մեծ Պերաշկի ուտելն էլ ապա առավելություն է։ Հա, ասենք թաղի ժողովրդի հետ այդ համայնքի բանի մարդկանց հետ էլ իրիկունը կարար գնար հանգիստ նարդի խաղար, պերաշկի ուտել ու դա կողքից կարող է համայնքը չզարգանար, պարզ է, չէր էլ զարգանա իր պայմաններում, չէր էլ զարգանա, բայց ես ասում եմ դրանից վնասը քիչ կլներ, հա, բայց դու գաս երկրի ղեկավար ըլնես միտեղ, որտեղ ասենք այտենց անընդհատ այտենց իրադարձություններ են կատարվում ու դու բան չանես, ու այդքանից հետո խոսաս ասենք ամբողջ օրը խոսաս ինքնիշխանությունից, ախպեր ստրուկ ըլնես, բայց խոսած ասես ես ամենա բանը Ասենք եթե դու տարածաշրջանում ինքնիշխան պետություն ես, 1000 ֆունկցիա կունենայիր այս օրերին, չէ՞։ Էլ իմ ասած միջնորդից սկսած, վերջացրած, չգիտեմ, ինչ որ տրանզիտ իրավիճակների, թեկուզ ենթադրենք ինքը ամերիկացիների կողմն է, չէ՞, նույն տրանզիտի բանի հետ կապված, ամերիկացիները պիտի որ իրան դիմեին, չէ՞, պետքա ինչ որ կերպ ինքը մասնակցեր։ Ասենք նապաստակ ըլնես, գլխակ դնես վրան գրած դուխով ասես ախպեր, որ դնեմ դուխով առյուծները ինձնից կվախենան, կամ մարդիկ ինձ կհամարեն առյուծ, կլինի տենց։ Դզի բոլոր իրականում բոլոր նապաստակներին թվում է, որ եթե իրանք առյուծի մորթի հակնեն, մարդիկ իրանք այդ խեղճ մարդու վրա որ գոռում է, ինչ է գոռում, ասենք որ այդ մարդուն ինչ վախացնի, ինչ անի, ասենք ինչ որ ցույց տա որ դայք ես ինչ հզոր տղա եմ, որ պահին կուզեմ կգորամ, որ պահին կուզեմ բան առոտաձեռն կասեմ, հա, երկու մանկապարտեզի տնօրեն նշանակեք աղջկա, մեկը հերիք չի։ Էդ էլ է էլի, բանի ինչ որ թակավորական այդ զամաշկեքն է, էլի։ Լսի, ոչ, ինքը գիտի նաև մի բան, որ մանկապարտեզի տնօրեն նշանակվելու համար պետքա դա տաներ այդ իր նշանակած համայնքապետի փողը տար, ընկեր, ասում դու եկել ես առանց փողը տալու, ուզում ես ինձ խաբես, իմ բարեհաճությունը շահելով, ձրի այդ նշանակումը անես, արա կարող ասում դու ինձ էշի տեղ ես դրել, ասում ախպեր, կեսի սրա օրինակը թող բան լինի, դաս լինի մյուսների համար, որ հանգարց որևէ մեկը չմտածի, որ առանց զարտուղի ճանապարհներով զարտուղի ճանապարհով հնարավոր է մանկապարտեզի տնօրեն նշանակեն, գանցեն իմ մոտ ասեն բան, խափեն ինձ քծին դե աղջիկա 13 տարի աշխատել։ Մենք էլ քեզի ենք քվեարկելու։ Այդտեղ պետք չի քո քվեարկությունը, դու տար փողը տուր մանկապարտեզի տնօրեն նշանակի։ Ոչ թե արի մարդիկ էլ եթերով տենան ասեն պարոն Փաշինյան, եկանք sense կտկուտը տվինք բանման, առանց փողի, առանց բանի, մանկապարտեզի տնօրեն։ Նիկոլ Փաշինյանի համար դա մեծագույն վիրավորանք է, մեծագույն։ Լսի, որ մեկը իրան կարանա, ասենք այդ մանկապարտեզի տնօրենը կարող է արժեն, իմ կարծիքով, մի $10,000։ Մի $10,000։ Հիմի մտածում արա, այս գեղացին հեկել է, ուզում է $10,000 ինվերից տանի։ Ես իրա տեղ մնեի ամեն դեպքում ուղիղ եթերում Բա որ փողը տված լինի, լսի, փողը տված լինի, նշանակած կլինի։ Սա իր մտքի մեջ ասում արա։ Եթե նշանակի օրենքնեսի փողը չի տվել, այդ տված ընդ կնշանակի։ Նկատել ես այդ տենց ռասուշ գնացին կոռուպցիայի թեմային, այդ որ արտաշտում, հա, ոնց որ ասում են տարածքում, նա ասում են մեր ոստիկանապետ Արամինն է, ձեռով խփում է, որ դենդ կտրի եթերի ժամանակ ուղիղ եթեր էր, էլի դա ուղիղ եթերի ժամանակ նման բաներ մի ասա, ամբողջ համացած է դա քննարկում, ասենք լավ այդքան պրիմիտիվ է իրավիճակը, հա, ես մի քիչ ավելի կրեատիվ եմ, էլի իրանցից բանանում, ակնկալում, էլի, ես շատ պրիմիտիվ սիտուացիա է, որ դու մի հատ ընդեղ ես պալիտանում, մի հատ նարդի խաղալուց ասում ես, դե դրանք սաղովի կրվելու են, թե դու ինչ գիտես։ Եթե քո ամեն ինչը կառուցված է կեղծիքի վրա, լսի մարդը, երբ որ անընդհատ սուտ է խոսում, միշտ բռնվում է։ Լսի, ինչի համար են ասում, որ մի սուտ խոսացեք։ Մարդկանց, ասենք չի հիշել սաղսթերը։
Որովհետև միշտ այդ սուտը բացահայտվելու է։ Ասենք դպրոցում տանը չէ, միշտ ասենք օրինակ ծնողներս ասում են, սուտ խոսալը վատ է նրա համար, որովհետև դու մի օր այդ սուտը բացահայտվելու է ու դու վատ ես զգալու։ Այս պահին դու լավ ես զգում սուտ խոսալու համար, բայց տասնապատիկ վատ ես զգալու, երբ որ քո սուտը բացահայտվի։ Օրինակ մայրս միշտ ինձ տենց էր ասում, դուրջ եմ ասում։ Միշտ ասում էր, որ վաղը սուտ քո ասած սուտը բացահայտվի, դու կարմրելու ես, ամանչելու ես քո ասած ստից։ Բայց չենք չեն ամաչում։ Դու ինչի ես քո ստանդարտներով սրանց բանանում վերլուծում։ Իրանք չեն ամաչում։ Իրանք բացված սուտը մի օրում ջրում են առաջ են գնում։ Գնացել է հայտարարել, որ հա, բա թոշակը պետք է բարձրանա։ Ոչ միայն պետք է բարձրանա, լավ ինդեքսավորում պետք է լինի։ Մի ամիս առաջ էր իրան ճղում մեջտեղից, ասում էր բյուջեում փող չկա, չենք կարող անենք։ Ոնց է այս ամեն ինչը համադրվում մի մարդու մեջ։ Այս անցած շաբաթվա մեջ տեղի ունեցավ նաև այդ թոշակի բարձրացումը։ Դրա հետ 10000 դրամ ընտրակաշարք ես կասեի։ Լսի, իրականում, հա, բոլորը հասկանում են, որ դա ընտրակաշարք է։ Բոլորը հասկանում են, որ դա մարդկանց ինչ-որ մասի վրա ազդելու է։ Ազդելու է, կարծում ես։ Ես կարծում եմ, որ մի մասի վրա ազդելու է։ Գիտես ինչի համար է ազդելու։ Որովհետև քանի որ հասարակության մի մասը քվեարկում է ըստ շահի, նյութական շահից ելնելով։ Մեզ թվում է, որ լսի, ասենք ինչ են ասում, չէ՞, ասենք շատերը ասում են միթե մեզ հասարակությանը հնարավոր է լինելու խաբել, չէ՞։ Բայց ով ասում որ հնարավոր չի խաբել։ Ես էլ ասում եմ շատ հնարավոր է, մարդկանց հնարավոր է խաբել։ Ես քո հետ համաձայն չեմ։ Գիտես ինչի, ինքը արդեն բարձրացրել է այդ թոշակը։ Հիմա ով էլ գա իշխանության, այդ 10000 դրամը պահպանվելու է։ Ոչ մեկ հետ չի կայանալու պատտել այդ 10000 դրամ։ Այ որ խոստում տված լինի, որ ասի, այ մի հատ էլ ինձ կընտրեք, ես 26 թվի վերջին, ասենք, ձեր թոշակը կդարձնեմ 150000 դրամ։ Այդ կարա աշխատի, այդտեղ խաբելն է, այդտեղ մանիպուլյացիան է, այդ հնարավոր է։ Այն էլ պարզ է, չէ՞ որ մի անգամից հակափաստարկներ դառնելու բյուջեում փող չկա 500000 թոշակ առու այդ որտեղից էս տալու արտաքին կելի, բայց արտաքին պարտքներ իրան այդ ծավալով չեն տա, որ ինքը կարողանա երկարաժամկետ նման բարձրացում անի։ Մի խոսքով, այս 10000 դրամը արդեն տվել է։ Հիմա այս մարդը խիպտի բանանի, խնդիր տեսնի դրա մեջ, շատ լավ է, ապրես, հիմա էլ կգա, չգիտեմ, X-ը էլի կշարունակի տալ։ Լսի, ճիշտ ես ասում, բայց ոչ բոլոր մարդիկ են, որ հենց այդպես են մտածում։ Իրականում մարդկանց մի մաս կա, որոնց ուզում ես բոլոր փաստարկները բեր, մեկը ասում է դե Նիկոլ Փաշինյանը մարդս ու ես տեսել եմ էլի տենց մարդ, դրա համար եմ ասում։ Ժիվոյ տեսել եմ, ցավալի է, ասում է ամեն մեկից 10,000 հետո մեր ընտանիքը 20000 դրամ ավել փող մտավ, ինչ վատ բան արեց, որ ասում են Նիկոլ Փաշինյանը մեզ ամեն ամիս հիմա շատ լավ բան է արել, ով էլ գա այդ շարունակելու է։ Նույնը օրինակ հիմա չէ պետական պաշտոնյաներին են ասում են մի տենց այս լծվեք այս իշխանության վերարտադրության գործին, հա, պետք չի դատավորներ, դուք տենց ամբողջ լիաթոք փորձեք իր հրահանգները կատարել, պետք չի իրավապահ համակարգն այս լիաթոք ամբողջ ուժերով կատարեք իր հրահանգները։ Ով էլ գա, ձեր աշխատավարձը մնալու է, շատ հատուկենտ մի երկու հոգի մարդ կարող է դատվի կամ չդատվի։ Ես օրինակ կարծում եմ դա չի լինելու։ Լսի, դու եկար հաստատելու իմ ասածը։ Եթե դատավորները, դատախազները իրավապահ համակարգի, այսպես ասած, իրավապահ համակարգ էլի, Նիկոլապահ համակարգի աշխատողները, ուժայինները, հա, չեն հասկանում, որ Նիկոլի չընտրվելու կամ չվերարտադրվելու դեպքում իրանց կյանքում մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվելու։ Դու, հա, հասկանում ես։ Դու մտածում ես այս խեղճ թոշակառուները։ Չէ, լավ էլ հասկանում են, ուղղակի գիտես ինչ, նայ։ Բայց ծառայամտորեն ծառայում են, միևնույնն է։ Իմիտացիայի խնդիր էլ կա է։ Հիմա նայ, դու տենց ռիսկի կդիմեիր, 3 ամիս հələ ժամանակ կա, X իրավապահ համակարգի աշխատակից ես, 2 հատ հրահանգ չկատարես, հիստերիայում գիշերը ժամը 12-ին WhatsApp-ով բանա գալու, հրահանգ է գալու, դիմդ գրի ռադդ քաշի, ու դու այն իրավիճակում չես որտեղ կարաս ասես միջև հունիսի 8-ը չեմ գրում։ Չէ, բարձրապետի իմիտացիան ես, որ ես 3 ամիսն էլ ես իրան հլու հնազանդ ծառայում, հետո հասկանալով դրա հետ մեկտեղ, որ ընտրությունից հետո խիստ իրավիճակ կարա փոխվի։
ու այս ընթացքում ծառայածդ էլ պետք է ինենց լինի, որ հետո դրա համար չդատվես, էդ էլ է խնդիր։ Լինես ճիշտ այդ։ Լսի, քանի որ մեր երկրում որևէ մեկը մինչև հիմա իր արածի համար տենց մեծ հաշվով պատասխանատվություն չի կրել։ Հակառակը, օրինակ, հիշում ես Նիկոլ Միչևն իշխանություն ասում էր Արմեն Դալիելյանը, չէ՞, ոնց որ դատավորը պեչատ դնող դատավոր բան որակումներ տալիս, եկավ տարավ առաջ խաղացում բան։ Դե ինձ էլ եմ ասում։ Միշտ բոլոր իշխանություններին պետք են բոլորին թվում է, որ իրանք միշտ հաջորդ իշխանության հետ լեզու կգտնեն, ու քանի որ իրանք հաջորդ իշխանության հետ լեզու կգտնեն միշտ, այդ մարդիկ մտածում են, որ ճիշտ կլինի, որ այս իշխանությանն էլ հավատարմորեն ծառայենք, որովհետև եթե հաջորդի հետ կարողանալու ենք լեզու գտնել, այսօր սրանից վտանգ կա, բեր այս վտանգը այս պահին չեզոքացնենք։ Լսի, հասարակությունը դրա վրա չի կառուցված կամ իշխանությունը չի փոխվելու այն պատճառով, որ ինչ որ մի խումբ դատավորներ կամ դատախազներ կամ չգիտեմ ինչեր ծառայում են։ Լսի, բոլորը իրար հետ 200,000 ձայն են։ Դա անգամ եթե ամբողջ, հա, այդ պետ համակարգը միջև վերջին մաքրուհին ու պահակը գնա ձայն տա Նիկոլ Փաշինյանին, մեկը էլի բավարար չի այդ ձայների քանակը, որպես ինքը նորից մեծամասնություն ունենա։ Հանրային գիտակցությունը արդեն հասել է մի մակարդակի, որ բոլորը հասկանում են, որ այս մարդը Հայաստանի սազական չի։ Հայտարարություն ասացականը լավ, ես մեղմ ձևակերպում եմ։ Լսի, գործարարից սկսած, ամենավերջի գործարարից սկսած կամ ամենաառաջի, չգիտեմ, այն ներքևում գտնվող մարդիկ, տաքսիստն ու խանութ բանը, որոնք համարում են, որ ամոթ է խայտարականում։ Հա, որ այս մարդը խայտարականում է, որ այս մարդը երկրի ղեկավարի պաշտոնի համար բավարար ընդունակություններ չունի, էլի եմ ասում, էլի ամենամեծ, ես չեմ ուզում, հասկանում ես, ես նույնիսկ վատ եմ զգում, որ տենց է, հասկանում ես, նենց չի, որ ես տենց շատ բան եմ ախպերացնում, ցածր բոլորս ենք վատ զգում, հակառակը գոնե ասենք, եթե ինքը երկրի ներսում այսքան ձախողված լիներ, բայց դրսում ինչ որ մակարդակ ապահովեր, ինչ որ ինքնավստահություն, հա, այդ իր ասած ինքնիշխանության գոտե մի 5% ունենար, մենք այս էմոցիաները իր նկատմամբ չենք ունենա։ Ինչ որ իմաստով կհանդուրժեինք։ Հա։ Ու ստացվում է դու հասկանում ես, ոչ մի ոլորտում չի հաջողել։ Ոչ մի, չգիտեմ, արտաքին քաղաքականությունը պրավալ, անվտանգությունը պրավալ, տնտեսությունը պրավալ, ընտանեկան կյանքը պրավալ։ Բան չկա տակը, մի բան, որ ասես, որ երևի մենակ շոուներն է, պերաշկի շոու։ Դրա համար ես էլ եմ ասում, մի հասարակության տարբեր շերտերից անընդհատ ազդակներ են գալի, որ այս մարդուն հեռացնելը այլ ընտրանք չունի։ Ու միակ բանը, որը մեզ կազատից դրանից, դա կազմակերպված ընդդիմության գոյությունն է։ Ես էլ եմ ասում, 70-80 հազար մարդ, 100,000 մարդ դուրս գա փողոց, այդ քո ասած դատավորը, դատախազը, ոստիկանը, որոնք դրոշակն առնելու է գիտա կողքները կանգնի։ Իհարկե, այդ պետական համակարգը, որը կա Նիկոլ Փաշինյանի տակ, ու իրանը տենց ստրկորեն, հպատակորեն ծառայում է, մի վայրկյանում փլվելու է։ Գիտես չէ, ոստիկանությունը տենց բան ունի, տակտիկական, չգիտեմ էլ դա գաղտնիք է թե չէ, 60,000 ցուցարարի դեպքում այլևս ոստիկանական ուժերով ճնշելու մեխանիզմ չկա։ Այսինքն իրանք զեկուցում են վերադասին, որ թիվը հատել է կրիտիկականը, մենք կարող ենք մինչև այս ման ճնշել, սահմանափակել, սրանից հետո ցրել ու ճնշելու ոչ մի մեխանիզմ չկա։ Մենակ զենքի կիրառումն է, այդ էլ դա չենք քննարկում։ Դրա համար մենք պետքա ոչ թե քննարկենք, ավելի շատ ոչ թե պետքա քննարկենք Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, չգիտեմ, Պերաշկին ու Կոպորոզը։ Այո, մենք պետքա քննարկենք մի հարց առաջիկա 3 ամիսներին։ Մեր հասարակության հիմնական թեման լինելու է հետևյալը. արդյոք Հայաստանում կա ընդդիմություն, կան ընդդիմադիր ուժեր, որոնք պատրաստ են հասարակությանը այդ փողոց դուրս գալու եւ փողոցային պայքարը կազմակերպելու process-ը ստանձնել։ Արդյոքով ինչի ես դրա մասին ասում, միանշանակ վստահ եմ, որ կա։ Նայ ավելին ասեմ, Նիկոլը չի գնալու ինչ որ բացարձակ ընտրախախտումների հենց այդ պատճառով, որովհետեւ
այդ ալիքը ինքը վստահ է որ լինի։ Իրան տանելու է։ Այո։ Ես էլ ասում եմ, եթե ինքը բացահայտ ընտրակեղծարարության չգնա, ինքը իշխանությունը կորցնելու է միանշանակ։ Եթե գնա ընտրակեղծարարության, այդ դեպքում պետքա ցունամին քաշելու է տանի։ Պետքա լինի այդ ուժը, որը մարդկանց փողոց հանի։ Հաստատ կա, հաստատ լինելու է, ու ավելին ասեմ, բոլոր ուժերն են այդ դեպքում լինելու, այդտեղ չի լինելու իմ ու քո հաղթանակ, չի լինելու, որ տենց ասեն, չգիտեմ, Սամվել Կարապետյան, դու ես իբր գրել եք, արի դու այս հարցը լուծի, բոլորն են դուրս գալու։ Այդ դրանում ես կասկած չունեմ, լուրջ եմ ասում։ Եթե կասկած չունես, ուրեմն մենք կարանք Նիկոլ Փաշինյանի իշխանության գոյության հետ հաշվարկը համարենք, որ այն բան կա, չէ, բանակում դու չես ծառայել, այն 100 օր են, չէ՞ ասում։ Արդեն այդ 100 օրը սկսվել է։ Չէ, բայց այստեղ մի հատ ուրիշ խնդիր ունենք, ինքը դու նկատել ես, որ ամեն ինչով փորձում է այդ անիվը հետ պատտի։ Այսինքն այդ թոշակը, այդ վիոլա ջրի այդ ջրանջատումների այդ գրաֆիկը, քիչ ամենու մասի արևը ես անանում առավոտը բարձրացնում իրիկունը մայր մտցնում, չգիտեմ, պերաշկին, ձեր նման հասարակ տղա եմ, նայեք, вообще փող չունեմ, կնոջ այդ հայտարարությունը, որ սաղ զարդերս հանձնեցի, նախորդ կանանցից տիկնած առաջին տիկիններից ոչ մեկը տենց տեսանյութ չէր նկարել, չէ, որ սա ինչ ունեի հանձնեցի պետությանս գնում եմ, կարողա դատվեմ եւ այլն։ Այս ամեն ինչը ուղղված է այդ անիվը հետ պատտելու գործընթացին էլի, որ նայեք ես այն առաջվա Նիկոլն եմ 2018-ի ձեր սիրելի, չթալանչի, ձեր նման Աննան էլ 18 թվի 0-ական Աննան է, չէ, նույն առանց զարդերի, առանց տուն, առանց բան, վարձով, առանց պետական պաշտպանության ծառայության, խեղճ։ Այսինքն դու էլ եկար այն ի վերջո այն եզրակացության, որ դա բեմականացում էր, ոչ թե Գիտեմ, լսի, ուղղակի իմ ուղեղի մեջ գիտես ինչ է չի տեղավորվում։ Ես անկեղծ համարում եմ, որ իրանց ընտանիքի գերխնդիրը այս պահին ընտրությունները հաղթելն է։ Այսինքն իրանք ուրիշ առաջնահերթություն չունեն, չէ։ Ենթադրում եմ, որ դաժե ընտանիքի անդամներից մեկը հիվանդանա հիմա, իր առողջանալ այդքան առաջնահերթություն չի լինի, ինչքան իշխանության վերարտադրվել է իրանց։ Այդ պարագայում հնարավոր չէ 3 ամիս սպասել։ Լավ ով էր իմանալու Աննան է տանն ապրում, թե տանը չի ապրում։ Կարար ասել գնում եմ Չինաստանում դոկտորականը սա, թեզը սա, բանը սա, ինչա, չգիտեմ, ուսումը սա, գնում եմ սովորեմ։ Ուղղակի ուրիշ բան նորից գալիս ենք նույն կետին, ուղղակի հիմա սենց մի հարց կա։ Իրանք կարող է հաշվել են, որ այս բեմականացումը իրանց ավելի շատ օգուտ է բերում, քան ավելի վնաս։ Հիմա ես էլի եմ ասում, քանի որ մենք սցենարիստներին, այդ հաշվարկ անողներին չենք ճանաչում, չգիտենք ինչ ուսումնասիրությունների մի բան պարզ է, որ հասարակությունը չի համարում, եւ ես էլ չեմ համարում նույն կերպ, որ իրանք որևէ բան անում են բնականորեն։ Ես համարում եմ, որ կդիմանային 3 ամիսը կարելի էր դիմանալ։ Լսի, քանի որ չեն դիմացել։ Կամ շատ վատ բան է եղել, անհասկանալի, չեմ պատկերացնում ինչ, ասենք փողի թեմա։ Ինչ փողի թեմա, ինչ փող։ Մեծ փողեր, ասենք այն Ղարաբաղի վաճառքի փողը Նիկոլը իր հետ հալալ չի կիսել։ Մտածել է, որ հաշիվը իր անունով է, պարզվել է իր անունով չի։ Ինչ իմանաս, էլի, մենակ տենց մի բան եմ պատկերացնում։ Անկեղծ ասած չեմ կարծում։ Կամ ասենք, չգիտեմ, Աննա Հակոբյանը ինչ որ արտաքին հովանավորների հետ պայմանավորվել է, որ հաջորդ իշխանությունը ինքն է լինելու, կուսակցություն ստեղծելու բան առաջադրվի։ Տենց մի բան, էլի, դրանից պակաս ոչ մի բանը խնդիր չէր դառնա, էլի։ Դարա ես մտածում եմ, որ իրանք բեմականացրել են, բայց վստահ եմ, որ հետևանքները ավելի վատ են լինելու, քան իրանք սպասում են։ Այսինքն նկատի ունեմ հասարակությանը ուղված այդ խաբկանքը իրանց դեմ աշխատելու։ Ես այտենց եմ մտածում։ Հա, ու դու ճիշտ ես, որովհետև միշտ չի որ իրանց այդ PR հաշվարկները ճիշտ անելու, այո, շատ հաճախ կիքսեր են տալիս, օրինակ ոնց որ ժամանակին կիքս տվեց, ասես 10000 դրամը թոշակառում ոնց է ծախսելու, ձևը չգիտի ծախսելու, հիմա բարձր լավ էլ գիտի, հետ պատտացրեց էլի։ Ստիպված եղավ այն փողը, որը պետք է կարար տաներ տուն, հա, բյուջեից։ Բաժանի։ Դե որովհետև հա, պետք է ստիպված բաժանի ժողովրդին, հա։
Պետք է բաժանի Մի խոսքով թոշակալներին։ այս ընթացքում շատ են եղել նման սխալները, հա, տենց նման թերացումները, PR հաշվարկի։ Այսինքն այն բանը, որ իրանք անսխալական են, իրանք որ տենց հանճարեղ PR-շիկներ են, ամեն ինչ հաշվարկում են, ամեն ինչ արված իշխանությունը պահելու համար իրականության չի համապատասխանում։ Մի խոսքով պետություն չի, ոնց որ բրազիլական սերիալ լինի համաձայնվի։ Դե քանի որ Նիկոլ Փաշինյանն է այդ պետության գլուխը, ղեկավարը, շատ վատ բեմականացված բրազիլական սերիալ։ Սցենարը ոնց որ չգիտեմ ով գրած լինի, որ նախ անհետաքրքիր է եւ երկրորդը շատ տաղտկալի է, ամոթալի է։ Հասարակությունն էլ մենք էլ այդ սցենարի մեջ մտած ինչ որ իմաստով մտած էլի, որովհետեւ ամեն օր ռեժիմով հետ որ չլինի նայում ենք, հետևում ենք, հա, որը իհարկե բան է, ցավալի է։ Էլի եմ ասում, դրանից ազատվելու համար մի հատ ելք կա, ընդամենը 90 քանի օր է մնացել։ Այսօր ամսի 29-ը 97 օր, 96 օր, 97 օր է մնացել։ Այդ 96-97 օր հետո ուղղակի այդ մարդկանց հանգիստ եւ առանց մեծ կորուստների ճանապարհ ենք։ Հա, գնան իրանց պերաշկին ուտեն, կուկուրուզն ուտեն, մենք դեմ չենք, բացարձակ չենք ուզում իրանց մասնակցությունը։ Այսօր ինձ թվում է հերիք էր մի ժամ խոսել ենք դու պատկերացնում ես, ինչքան է մեզ այս իրավիճակը վրդովեցնում։ Մեր հետևորդներին եւս մի անգամ ուզում եմ հիշեցնել, որ ներքևի հատվածում բաժանորդագրվեք, խնդրում եմ մեզ կարող եք լայք կամ դիզլայք դնել, մարդս էլ ինչ որ բան չեք հավանել, կարող եք մեկնաբանությունների բաժնում օրինակ առարկություններ գրել կամ օրինակ Նիկոլ Փաշինյանի բաժանվելու վարկածներ։ Ես արդեն մի 10 հատ լսել եմ։ Ես էլ եմ լսել, 100 հատ վարկած եմ լսել, սկսած նրանից, որ իբր Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանին բռնացրել է ուրիշ սիրուհի ունեցել։ Ես էլ եմ լսել, բայց չճշտված ինֆորմացիա դες չենք տալիս նենց։ Չէ, ես դրան այնքան անհավանական, որովհետև Նիկոլ Փաշինյանը քանի որ սիրելու անընդունակ մարդ է, ես մի անգամից ով որ ինձ ասեցի դա բացառված է, որովհետև նա սիրելու անընդուն, այ որ ատելության մրցույթ լինի, ինքը հաստատ այդ մրցույթը նկատեցիր, որ Աննան դրան ակնարկեց, ասեց կասեի սիրում եմ բոլորիդ, բայց սիրելը պետքա գործով ապացուցել, թե ինչ, դա էլ էր էլի տենց ամուսնու բան։ Չէ, ուզում եմ ասել են որ դες խափում ասում եմ սիրում եմ բոլորիդ, դա էլ է կեղծ։ Կծում էր էլի, դա էլ է բանան, բալի տենա, մարդ չգիտի էլ ինչ, վարկածներ գրեք, ես բոլորը կկարդամ, խոստանում եմ։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի, հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորպորանի հասցեին։ Ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։